Ոնց իմացար այս հերթական քաղաքական հետապնդման մասին։ Ուրբաթ Ես ասի 5 շաբթի օրը խառնած 5 շաբթի առավոտյան քո լայվից հետո բոլոր քո լայվերի միջոցով էին իմանալում կամ Արսենի ստատուսների միջոցով այդ իմանալուց հետո 5 շաբթի առավոտյան ես եկա երբ իմացա որ արդեն էստեղ էլ հետա բան խոզարկություն եկա այստեղ դուրը փակել դուք ներսում էիք արդեն բանը քննիչները սովորել են միակ տարբերակը այն էլ կիսա օրինական ինձ թվում է որ խորանանք դա այդպես չի քննչական գործողություն պատգամավորը դա իրավունք ունի ցանկացած պահի տեսնել կալանաբանին ձերբակալվածին կամ բերմանի ենթարկվածին կամ մտնել որևէ տարածք քննչական գործողությունն այն միակ իրանց հորինած օրենսկի օրենքի այդ բանն է լազեիկան են գտե որով պատճառաբանում են արկելանքը դա այստեղից հետո իհարկե արդեն բարձացանք բարոշ սևակ ու այդ բայց դրան դիմաց ենք հա մենք դրան դիմաց էինք հետո Զորաբյանն այրան եկավ բարձր լայվեր անում վստահ եմ ներսում ես էլ դերսում ստեղ խոզարկությունը այս շտատիվը տանում ենք չենք տանում ենք ասում ենք շտատիվը խի եք տանում միկրոֆոնը խի եք տանում ինչ որ sense բանա գնում մենք էլ ինչ որ բան ականջից գալիս sense որ այս ինչ է այս ինչ որ ծանոթ ձեն է 10 մասով ինչ որ բանա միացած չէ Էլի ծանոթ ցենական ժողովուրդը ասացին Զորաբյանն նարանա ողջունում ենք Զորաբյան ողջունում ենք հետո ստեղ մնացիք գնացիք հետո ստեղից հետո արդեն Պարուր Սևակի մոտից արդեն սպասում էինք մինչև դատական նիստը լինի ու բաներ չէ Երևանի երկու ամենացուրտ դատարաններն եմ ես դրանք անվանում Աչափնյակը որտեղ կամոտ է կողքը ոչ մի շենք չկա դե մասիվին որտեղ բարձր է այնն է կամոտ երկու ամենացուրտ դատարաններում նիստը ես բանի մասիվի, այո, մենք մասիվի դատարանում ենք, մեր մնացած ընկերները Աչափնյակի։ Ուրեմն սրանից հետո խնդրում ենք քաղաքական հետապնդումների գործերով կենտրոնը եւ հատկապես ինձ թվում է ամենահաճելին Շենգավիթ շատ հարմար է խնդրում ենք ընդեղ էլի Մասիսին Մելքոնյան տեղափոխեք Շենգավիթ էլի մենք պահանջում ենք միջնորդում ենք Մասիս Մելքոնյանին տեղափոխել Շենգավիթ բոլորից Ես առաջարկում եմ Մասիս Մելքոնյանին տանել Վճռաբեկ դատարան Որ դա դրա շենքը Կապ չունի որ իրական արդարադատությունից հա ճիշտ է երկրորդում եմ մի հետաքրքիր բան ասեմ որտեվ ես քեզ բնականաբար շփվեցինք Նարեկի դատի այդ միջումների ընթացքում ագին մարդ էին եկել ինչ որ մեկը հույս ուներ որ այլ որոշում արինելու հետաքրքիր է ոչ մեկը այնտեղ կանգնածներից հույս մի հատ շատ վատ բան եմ ասելու ես սպորտի այտենց մեծ երկրպագու չեմ իհարկե Հայաստանի հավաքականին միայն հաղթանակներ եմ մաղթում բայց այնտեղ կանգնած տղաներից մեկը չասեմ անունը հեռախոսով անդադար բաններ նայում հաշիվներ նայում որտեղ Հայաստան-Հունգարիայի խաղի հետ միաժամանակ էր ընթանում ինչ Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային Հայաստան-Հունգարիա խաղի ֆուտբոլ սիրում էի չէ բայց ես չեմ ես Մամեջանյանի նման 5 շաբթի օրը Հայաստան-Հունգարիա ֆուտբոլային խաղն էր հա միևնույն նույն ժամանակ երբ որ մոտ նույն ժամանակ երբ որ դատներ ու տղաներից մեկը անդադար հաշիվներ ստուգում մեկը կողքից ասաց չես նա մեկը կրվելու ես ասացի բայց ինչի համար ենք եկել մեկը դատելու է բայց եկել ենք չէ հիմա նույն տրամաբանությամբ մեկը երկրպագում ենք մեկ 0 են կրվել ոնց որ թե մեր տղերքը Մասիս Մելքոնյան եղավ Մասիս Մելքոնյան վիճակա ուրեմն որևէ մեկը հետաքնքալիքը չուներ հավաքվածներից ես հասկանում եք ոնց որ Մասիս Մելքոնյանը բավական պատկառելի հա տարիքի մարդ է ամեն այդպես 3-ից մեծ է ինձ երբեք չեմ կարողացել երբեք հասկանալ ինչն է մարդուն ստիպում դառնալ Մասիս Մելքոնյանի պես դառնալ այս հարցին պատասխանելուց եթե հարցը միկրոֆոնը մի քիչ կմոտեցնես դառնալ գործիք որը դարել է հոմանիշ իշխանության կամքի իրականացման որը դարձել է հոմանիշ դատական իշխանության բոլոր պրինցիպների ոտնահարման ինձ հետաքրքիր է այդ պաշտոնի հետ եկող առավելությունները չգիտեմ ինչ առավելություններ է գալի դատավորի պաշտոնի հետ բացի աշխատավարձից արժեն դա չէ բայց ես կներես պիտի հակադրվեմ դավայ 18+ սրտի հիվանդություն չասես ասեցի Հայկ ջան, եթե դու կներես էլի, հետույք բառ լսես, բայց չես ասի որտեղ խուլիգանություն է, այց։ Մաքուր խուլիգանություն է։ Ոնց կարելի է, էլի։
Ո՞նց կարելի է։ Բայց ես մի բան ասեմ, մի բանում իմ համաձայն չի։ Ես անկեղծ ասած չէի հավատում, որ Մասիմ Մելքոնյանը կալանք կտա։ Վայ։ Լուրջ ես ասում։ Մտածում էր գնդակահարություն Գրել կխփի։ էի Facebook-ում չես տեսել։ Մեկ դու էիր, մեկ էլ Արաքս Մելքոնյանն էր Այո, գրողը։ Մամուլյան Արաքսը։ Հա, կներեք, Մամուլյան Արաքսին ես լռի, ոնց կարող ես բանել էլի։ Ունենց կոտրվեց ամեն ինչի մոտ։